Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Խաչատրյան, բայց այնուհանդերձ ինչ եք կարծում, պետք է արդյոք քննարկման առարկա դառնա կամ ուսումնասիրման առարկա դառնա, արդյոք մեր եկեղեցականների շրջանում կան հոգևորականներ, որոնք ունեն ընտանիք, թե չէ, որտեղ Նիկոլ Փաշինյանի այս դատապարտելի գրառումները մի կողմ, այս հարցը թե նախկին իշխանության օրոք, թե այս իշխանության օրոք միշտ այսպես օդից կախված է եղել։ Պետք է այդ հարցին վերջնական պատասխան տրվի, թե ոչ։ Եկեղեցականներին չի արգելվում ընտանիք ունենալը։ Կուսակրոն որևէ եկեղեցական ընտանիք չունի։ Ես բոլոր կուսակրոն քահանաների ընտանեկան դրությանը տեղյակ չեմ, ես ԶԱԳՍ-ի վարիչ չեմ, բայց հայկական եկեղեցու կանոնադրությամբ կանոնակարգը արգելում է կուսակրոն քահանաներին, կուսակրոն եկեղեցականներին ընտանիք ունենալ։ Եթե կան խախտումներ, վստահ եմ Մայրաթորը ունի գործիք իր եկեղեցականներին, իր սպասավորներին կարգի հրավիրելու համար։ Դա խուլիգանական գրառման թեմա չի կարող դառնալ, անպատասխանատու հիմնազուրկ եւ խոհանոցային բամբասանքի մակարդակի։ Շնորհակալություն։ Սիրով։ 2 րոպե ունենք, շատ կարճ։ Պարոն Խաչատրյան, անդրադառնալով գրակոծներին, արդեն տեսնում ենք, որ թիրախում բնակելի տներն են։ Այսինքն Հայաստանի իշխանությունը ինչ պետք է անի, կամ պաշտպանության նախարարությունը արդյոք պետք է արձագանքի որևէ կերպ, թե գնում ենք խաղաղության եւ պետք է այսպես հանդուրժենք։ Երբ ապրիլի 25-ին խոզնավարում կրակեցին բնակելի տան վրա, հերթական անգամ այս իշխանություններն ասացին, դե դաշնակցականները Թուրքիայի դրոշը վառեցին եւ Ադրբեջանի։ Դուք էլ եք չէ՞ ծիծաղում այդ զառանցանքի վրա։ Բնականաբար, սա իրենց պատասխանն է։ 3 դաշնակցականները Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշ չեն վառել, բայց դա ադրբեջանցիներին չի սանձել եւ իրենք նույնպես կրակեն են։ Մարդկության պատմությունը ցույց է տալիս մի բան. խաղաղության համար անհրաժեշտ է հավասարակշռություն, անհրաժեշտ է սեփական սահմանները պահելու ընդունակություն։ Ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի։ Պատրաստ լինել պատերազմի չի նշանակում պատերազմ սանձազերծել։ Հետևաբար, որպեսզի մեր սահմաններին, մեր տարածաշրջանում տիրի իրական խաղաղություն, մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանել այդ խաղաղությունը, խաղաղության փաստաթուղթը, պայմանագիրը պետք է ապահովի բոլոր կողմերի առնվազն նվազագույն կենսական շահերը, պետք է կառուցված լինի արդարության, այլ ոչ թե հաղթանակի վրա։ Եվ այս արդարությունը ենթադրում է, ներառում է ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության ճանաչումը, այլ նաեւ Արցախի ժողովրդի վերադարձի սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքի հարգումը։ Այն երբեք չի կարող կառուցված լինել միակողմանի զիջումների եւ ստորաքարշ վարքագծի հիման վրա։ Շնորհակալություն։